Սիրելի ռադիոլսողներ, Շանթ ռադիոկայանի եթերում իր աշխատանքը երեկոյան ծրագիրը շարունակում է։ Այսօր մենք կունենանք ֆուտբոլային քննարկում, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ավարտվեց, չնայած քննարկումները շարունակվում են եւ սիրով ուզում եմ ներկայացնել այսօրվա իմ հյուրին, այսօրվա իմ հյուրն է մարզական լրագրող, Շիրակ ֆուտբոլային ակումբի լրատվական բաժնի համակարգող Հաբեթ Հարությունյանը, ողջունում եմ ձեզ։ Բարև Դե ինչ, այդքան սպասված մունդիալը ավարտվեց, բոլոր ֆուտբոլասերները սպասում էին 4 տարի շարունակ եւ տեղի ունեցավ մեկը եզրափակիչը Իսպանիայի եւ Արգենտինայի հավաքականների Իսպանիան դարձավ աշխարհի չեմպիոն։ Փոքր խոսենք ընդհանուր առմամբ ձեր տպավորությունների մասին, ինչ տպավորություններ ունեք եզրափակչից եւ արդյոք սպասում եք, որ այս հավաքականները հենց կհանդիպեն եզրափակչում եւ երկրպագում եք որևէ մեկին թե ոչ։ Ինձ համար մի քիչ բարդ է այս մասին խոսելը, որովհետեւ ես երկար տարիներ երկրպագել եմ Արգենտինայի հավաքականին ու ճիշտ է տխուր եմ այդ առումով որ պարտվեց, բայց Իսպանիան արժանիորեն հաղթեց։ Կոնկրետ եթե խոսենք հենց եզրափակչից, նույնիսկ իսա եզրափակչից կարող ենք խոսել Ֆրանսիայի հավաքականի նման թիմի այն հարցակման գծի այն տղաները, որոնք որ խաղում էին այդ չկարողացան նույնիսկ ես չեմ հիշում վտանգավոր պաս ստեղծել, նույնը Արգենտինան դարապես հարված չէր կատարում այդ Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբի այդ ֆուտբոլիստների ցույց տված խաղի պատճառով։ Հետևաբար Իսպանիան արժանիորեն տարավ իր գավաթը։ Եվ Արգենտինան էլ արժանիորեն կարծում եմ եզրափակիչ դուրս եկավ։ Դե հա, ճիշտ է խոսքը։ Գուցե ամենատպավորիչ եւ վառ հանդիպումները նրանցն էին այս աշխարհի առաջնության ժամանակ։ Ճիշտ է, խոսակցությունները շատ են, որ իրանց օգնում են, չգիտեմ, այդ Դա կարծում եմ փոքր թավադրությունների տեսությունների ժանրից է, այդ աբսուրդի ժանրից է, հա նման բան չկա։ Տպավորիչ է հատկապես այդ կամբեքը Եգիպտոսի հետ խաղում։ Կապովերդեի դեմ խաղում։ Նույն Կապովերդեի հետ խաղում, այսինքն միակ հավաքականը, որը չպարտվեց Իսպանիայի եւ Արգենտինային։ Տեսնում եք, այսինքն փոքր երկիր, իր բնակչությամբ, իր ամեն ինչով, բայց հավասարի հետ խաղում է այդ գերտերությունների հետ։ Այսինքն կարելի է, հնարավոր է ունենալ լավ։ Եվ իհարկե, քանի որ առանձնահատուկ դուք Արգենտինայի հավաքականին եք երկրպագում, փոքր Մեսսիի մասին խոսենք, եւ ինչ կասեք նրա այս ելույթի մասին, որը ֆենոմենալ կարելի է բնորոշել, հաշվի առնելով, որ նա արդեն 39 տարեկան է, նրա արդեն 6-րդ մունդիալն էր, կարելի ասել, որ բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն էր։ Ամեն դեպքում ինձ համար այդպես է, չգիտեմ մյուսները ինչ կարծիք ունեն, այլ ֆուտբոլիստների երկրպագուները միգուցե չհամաձայնվեն, բայց նրա ցուցաբերած խաղը իսկապես ֆանտաստիկ էր եւ հարցազրույցում էլ նա նշեց, որ գրեթե 1 տարի պատրաստվել այս մունդիալին եւ փորձելով տալ այն ամենը, ինչ որ կարող էր եւ իր թիմին տանելով մինչեւ եզրափակիչ։ Դուք ինչ տպավորություններ ունեք նրա խաղից։ Նույնը, կասեմ լրիվ համաձայն եմ, ասենք իր ցույց տված այդ տարիքում նույնիսկ ոնց ասեմ, ձեր շրջապատում քանի հոգի գիտեք 39 տարեկան, որը կարող է, ասենք, չգիտեմ, 10 րոպե ֆուտբոլ խաղալ ու չհոգնել, չգիտեմ, չվատանալ, գլուխ ծածկել։ Դա չենք խոսում պրոֆեսիոնալ ֆուտբոլի։ Ու մնաց այլ բան է, որ տեսեք, մենք տեսնում ենք այդ 90 րոպեն, չէ՞։ Մենք մարզումները չենք տեսնում, այդ ամեն ինչը չենք տեսնում։ Այդ ամեն օրը իր այդ, որ ասում ես պատրաստվել եմ, այդ տաժանակիր աշխատանք է։ Այսինքն նախ դու պետք է ուղեղով տրամադրվես, որ կարողանաս այդ օրդ լցնել, այդ ամեն ինչից քեզ զրկել, որ կարողանաս։ Մանավանդ այն տարիքում, երբ որ օրգանիզմը արդեն մեծանում է, ծերանում է, այստեղ ավելի շատ գալիս է վերականգնումը ֆուտբոլիստների, թե որքան են շուտ են վերականգնվում, դու ճիշտ է այսօրվա մեր օրերում այդ վերականգնումը հնարավոր է տարբեր միջոցներով, բայց ամեն դեպքում օրգանիզմից էլ է շատ բան կախված։ Մենք տեսնում ենք դաշտում, որ իր մոտ ամեն ինչ իդեալական է։ Չգիտեմ, եթե մենք Արգենտինայի հավաքականի առանձին ցուցանիշները գրեթե բոլոր տեղերում Մեսսին հենց գերեշխում է, այսինքն իսկապես դոմինանտ էր ավելի քան նախորդ աշխարհի առաջնությանը։ Հա, հետո այդ ամեն ինչին նաև օգնում է այդ մթնոլորտը իրանց թիմում։ Նույնիսկ կարող ենք զուգահեռներ տանել հենց նույն Պորտուգալիայի հետ, որովհետև Ռոնալդոին ու Մեսսին շատ են համեմատում։ Երկուսն էլ քննարկման ներդրումա չեն իրանց տաղանդը, իրանց արած եւ այլն, բայց երբ որ մենք նայում ենք Պորտուգալիայի հավաքականին, իր լիդերին, ու մենք նայում ենք տարբերությունը միանգամից զգում ենք։ Հիշեք կիսա եզրափակիչը, երբ որ անգլիացի ֆուտբոլիստը խաղային դրվագում դիպչեց Մեսսին ընկավ,
ոնց այդ տղաները հարձակվեցին պաշտպանելու իրենց ավակին, ոնց թե կպակ Մեսսին։ Նույնը չկար Պորտուգալիայի հավաքականում։ Դե այնտեղ երևի ավելի շատ ներքին մրցակցությունն է քեր իշխում, քան Ավելի շատ ներքին մրցակցությունը չէ, ինչքան ամեն դեպքում այստեղ տարբերությունը Ռոնալդոյի Մեսսիի հետ է էլի։ Էգոն Ռոնալդոյի մոտ շատ է։ դե ամեն մարդ ստանում է այն ինչ տալիս է, միգուցե նա այդքան չի տալիս, որպեսզի Ամեն դեպքում Մեսսին պատասխան իրան աշխարհի չեմպիոնի կոչումն ունի։ Ես էլ չեմ կարծում, որ նա այդքան տխուր է, նա ճիշտ է Մեսսին լացեց, բայց երբ որ նայում ենք տեսանյութերը, ավելի շատ երբ նրա անունը սկսեցին վանկարկել, այդ պատճառով նա սկսեց հուզվել եւ իդեպ եւ Իսպանիա եւ Արգենտինա եւ ակնի երկրպագուներն էին վանկարկում, վերջը Մեսսին մեծ կապեր ունի Իսպանիայի հետ։ Իսպանական ֆուտբոլի համար շատ մեծ ներդրում ունի եւս։ Այդ թեկուզ Մեսսի այդ լացը, Մեսսին ամեն ինչ ունի։ Ինքը ոչ մի բանի կարիք չունի։ Ինքը այդ կիսաեզրափակիչի կարիքն էլ չուներ։ Կարող է ընդհանրապես չմասնակցել այս աշխարհի։ Այսինքն, բայց տեսեք ինքը պարտվում է լացել լինում։ Հիմա դա դաս է, օրինակ է բոլորին։ Կապ չունի ոլորտը, դու կարող ես լինել, չգիտեմ, լրագրող, բժիշկ, ուսուցիչ, ֆուտբոլիստ։ Այսինքն դրա մասին է, այսինքն երբ որ նվիրվում ես քո գործին, քո աշխատանքին, չգիտեմ, քո ազգին, երկրին, քաղաքին, թիմակիցներին, չես կարող չհուզվել, չես կարող այդ էմոցիաները ինձ զարմանալիորեն ես չեմ պատկերացնում, թե ոնց էր զսպում Սկալոնին։ Թե նա մի շատ զուսպ է։ Հա, հետո վերջում ասուլիսին հա պորտկաց այդ լացը բանը եղավ, արցունքներն եկան, բայց ամեն դեպքում այդ ես չգիտեմ, այդ սիրտը երևի քարից էր այդ բային, քարացել էր, որ նայում ես այդ վիդեոն, զգում ես էլի անկախ քեզնից թե ինչ ապրումներ ունեն։ Դա այն մարզիկն է, որը կարողացավ նույնիսկ հիմա ժամանակին նրա հետ էին մրցում, նա դեռևս մրցունակ է շարունակում մնալ նաև նոր սերնդի ֆուտբոլիստների հետ եւ միգուցե ավելի շատ Մեսսին հրաժարանի լավագույն մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի կոչման ինչ է կարծում։ Շատերը նշում են, որ միգուցե ավելի ճիշտ էր Մեսսին տալ, քան Ռոդրին, չնայած Ռոդրիի դերակատարումը եւս շատ մեծ է։ Տեսեք, այստեղ թե հաղթող թիմի կողմից իհարկե պարտադիր է, այդ չի քննարկվում, հետո Մեսսին այնքան է տարել, որ հիմա երկու անգամ արդեն արժանացել է երկու մի հատ տեսքում մի հատ այնքան բան չէր տալու, հետո ամեն դեպքում արտար է, որ հաղթողի այդ գավաթը, լավագույնի գավաթը ստանա հենց հաղթող թիմի ֆուտբոլիստը, իսկ Իսպանիայից ում էլ տային, ինձ թվում է նույնը արժանի էր։ Այսինքն այն ֆուտբոլիստները, որոնք հիմա տեսեք Իսպանիան այն թիմներ, որտեղ որ հիմա որ ուզենանք, հա, Մեսսի չկա, չէ՞։ Չգիտեմ, եթե մակերեսորեն նայենք, նման ֆուտբոլիստներ նույնիսկ կարող են վիճեն, թե արգենտինացիներն ոչ Մբապե ունի, ոչ Հալանդ ունի, բայց այդ ֆուտբոլիստներն այնքան տաղանդավոր են, այնքան աշխատասեր են, այնքան մարզիչին լսում են, պրիտոմ այդ մարզիչն է, որոնց այդ մարզիչն աշխատել է նաև երիտասարդական հավաքականում, այսինքն իրար տղաներն են ում հետ ինքը անցել է այդ երկար ճանապարհը, հիմա դարձել արդեն մեծերի Եվրոպայի չեմպիոն, հիմա աշխարհի չեմպիոն, եթե այսպես շարունակվի, իսկ ես չեմ տեսնում պատճառ թե ինչի պիտի շարունակվի, իրանք էս գալիք Եվրոպան գոնե իրենց ոսկե հավաքականի Իմ կարծիքով այս պահին, այս պահին ենք խոսում, ես չգիտեմ 2 տարի հետո ինչ կլինի, այս պահին վստահ եմ, որ իրանք Եվրոն էլ են կրելու։ Իսպանիայի հավաքականը եւ 2017 երբ համեմատում ենք շատ ընդհանրություններ կան ուշագրավ, նույնիսկ առաջնության սկզբում բոլորը նշում էին 10-ին նրանք պարտվեցին առաջին հանդիպումը, հիմա ոչ ոքի խաղացին եւ այդպես ոչ խոշոր հաշիվներով հաղթանակներով առաջ շարժվեցին, կրկին նույն խաղաոճով Իսպանիան չի թավաճանում իր խաղաոճին, իր ուժեղ կիսապաշտպաններով զարմանալի է ինչպես է ստացվում, որ իսպանացիներն ունենում են ամենաուժեղ կիսապաշտպաններին եւ այն էլ այդքան մեկը մյուսին փոխարինող լրացնող, իհարկե միգուցե 10-երի հավաքականը անհատական որակներով ավելի ուժեղ է, քան այս հավաքականը, բայց կա տպավորություն, որ նրանց ներուժը թերևս շատ է բացվելու, ֆուտբոլիստների տարիքը եւս հաշվի առնելով, 2 թերահասներ են խաղում Իսպանիայի հավաքականում, ուղղակի զարմանալի է այդ ամենը կարծում եմ։ Ես ունեմ ասում է Իսպանիայի M17 հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն։ Այդտենց է ասում։ Տեսեք Իսպանիայի այս հաջողությունները պատահական չեն, այդ տարիների արդյունք է, աշխատանքի արդյունք, հետո իրանք մարզչական դպրոցը շատ ուժեղ է, շատ։ Այդ դրանից է գալիս, իրանք այդ 15-20 ֆուտբոլիստին ընտրում են հազարների միջից։ Ու պատկերացրեք ինչ ահռելի աշխատանք է տարվում, որ նման
տարիներն անցնում են, բայց իրանք այդ հաջողությունները տալիս են։ Այսինքն պատահական չէ։ Կարող ենք ասել, որ Իսպանիան 21-րդ դարի դոմինանտ ֆուտբոլային երկիրն է։ Իսպանական ֆուտբոլը։ Հաշվի առնելով, որ նրանք 21-րդ դարում Կարելի երկու ասել, աշխարհի հա։ առաջնություն, 3 Եվրոպայի առաջնություն, ոչ մի հավաքական, ոչ մի երկիր նման հաջողության չի Տեսեք, հա, հասել։ նույնիսկ կարող ենք ակումբներով ասել, նույն իսպանական ակումբներն ավելի շատ են հաղթում Եվրոկավատներում, ավելի առաջ են գնում, ու համեմ այս վերջի մրցաշրջանը ոչ, բայց ընդհանուր եթե վերցնում ենք Գավաթների առումով առաջատար են։ Իհարկե, այսինքն դա ինչի մասին է խոսում, ասում իրանց դոմինանտ լինելու Եվ մասին։ մարզիչները Հետո ամենակարևորը։ մարզիչները։ Հիմա տեսեք, PSG-ի մարզիչը Գվարդիոլան, Լուիս Էնրիկեն, Էնրիկեն, City-ին Գվարդիոլան, Արտետան։ Արտետան, այսինքն այդ նույն սերնդի տղաներն են պլյուս մինուս, այսինքն իրանք այդ նույն դպրոցն անցած, այդ իրանց այդ ֆուտբոլին հավատարիմ ու դա տալիս է արդյունք։ Ու նաև օրինակ է մյուսներին։ Շատ ակումբներ այսօր աշխատում են իրանց մեթոդոլոգիայով։ Թե հիմա որքանով է ստացվում, թե չի ստացվում, ամեն դեպքում իսպանացի չեն։ Հիմա ես նախորդին մի հոդված էի ընթերցում սպորտային, որտեղ նշվում էր, թե արդյոք 10-ից հետո բոլորը սկսեցին գնալ Իսպանիայի ֆուտբոլի ճանապարհով, եւ արդյոք իրենց հարց էին տալիս տարբեր երկրների լրագրողներ էին քննարկում փորձագետներ ֆուտբոլային, դա արդյոք ճիշտ է, որ մենք էլ գնանք այդ ճանապարհով հիմա այս նրանց կրկին հաջողություններից հետո, թե պետք է ամեն մեկը իր ճանապարհով գնա, դուք ինչ եք կարծում։ Տրենդը իսպանական պետք է ընդօրինակել, թե ոչ։ Թե մեր ֆուտբոլային գիգանտները այդ փորձը ունեն, ցախողված բերեցին այդ մասնակիցներին, բայց միայն այդ մասնակիցին բերելով չի։ Նախ մենք ֆուտբոլային երկիր չենք։ Սկսենք դեղից Իսպանիան ֆուտբոլային երկիր է։ Իր ամեն ինչով։ Ոնց ասեմ, ուղղությունով ֆուտբոլային երկիր։ Շատ հասել այս ամենին, շատ լուրջ ժամանակին Իսպանիան կարծես ընդհանրապես չկարել քարտեզին ֆուտբոլային հավաքականների 2008 թվականին իրանք դարձան Եվրոպայի չեմպիոն, մինչև այդ իրանք արդյունքներ չունեին, բայց 2008 թվին չեմպիոն դարձած թիմի ֆուտբոլիստները ընտրվել են սելեկցիայի արդյունքում դարձել են այդ կորիզը դրանից 10 տարի առաջ։ Այսինքն աշխատանքը, այդ բուն աշխատանքը, որը տվել է 10 տարի հետո արդյունք, սկսվել է դրա, այսինքն հետ են գնում։ Ու այսինքն մարդիկ այդ թելը վերցրել են, գտել են ճիշտ ձևը իրանց ուղղությունը ու հավատարիմ ամենօրյա աշխատանքով իհարկե, այսինքն մի այս չէ, այս փորձենք։ Հետո եթե տալիս է արդյունք, ինչի փոխես։ Եվ զարմանալի է իսպանացի, ինչպես ասում են, հրաշամանուկները։ Պոկու Բարսին բոլորը նշում են, որ նրա հիանալի աշխարհի առաջնությունն էր եւ Յամալը չնայած այս առաջնությանը չփայլեց, բայց նրանք երկուսով կրկին իսպանիավականը ռեկորդակիր էր, որովհետեւ երկու թերասներով էր խաղում աշխարհի առաջնության եզրափակչության թերևս չէր եղել։ Հենց այդ իմ ասածն է, էլի, այսինքն պետք է վստահել շատ երիտասարդ ֆուտբոլիստերին։ Տեսեք, այդ որ իրանց վստահում են, չի որ որոշել էին, որ ռեկորդ խփեն 17 տարեկանին բերեմ, այսինքն արժանի է, վստահ խաղում է, արտարացնում է, դրա համար խաղացնում են։ Հիմա մենք Հայաստանում քանի 17 տարեկան։ Մեր մոտ 20 տարեկան ֆուտբոլիստը դեռևս հերանեկարային է խաղում եւ խաղում է ոչ առաջին թիմում։ Չգիտեմ որտեղ է խաղում կամ էլ չի խաղում։ Հա, հիմա այդ եմ ասում, այսինքն հիմա եթե մենք գնանք, հա, բերեք տնենք, որ մենք էլ բերեք 15 տարեկան խաղացնենք, չի լինի, այսինքն մեկ է Իսպանիա ռեկորդը խփենք, բայց այդ ֆուտբոլիստը պատրաստ լինի խաղալու։ Այդ էլ արդեն ունի իր խնդիրները, մենք մեր խնդիրներ ունենք։ Մարշչական ֆուտբոլիստների ընտրության, քանակի, ընդհանրապես ֆուտբոլ։ Իդեպ այդ հարցը նաև անգլիացիներն էին քննարկում, նշելով, որ իրենք էլ ունեն մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ եւ նշում էին այն հանգամանք, որ արդյոք մենք պետք է գնանք նրանց օրինակով Իսպանիայի եւ նրանց էլ հնարավորություն տայինք խաղալու եւ թիմերի առաջի թիմերի կազմերում ավելի շատ խաղաժամանակ տալու, այսինքն սա բոլորին է հուզում այս հարցը։ Չեմ կարծում Անգլիան գնա այդ ճանապարհը, որովհետեւ այնտեղ մի քիչ ուրիշ է։ Այնտեղ հիմա սեփականատերեր կան, որոնք իսկ ամերիկացիներին սես բացադրես ինչ որ մի հատ ֆուտբոլի, օրինակ նույն Չելսին հիշում եմ բավական խառնաշփոթ վիճակում էր։ Իրանց սեփականատերը որ փոխվեց ամերիկացի եղավ։ Իրանք ինչ են, իրանք այդ հարցերին նայում են շոուի բիզնեսի տեսանկյունից։ Այսինքն իրանք կոպիցած փող են հասարակում։ Ու լավ է, այդ վատ բան չի, բայց միևնույն ժամանակ իրանց լիգան ինչի է ուժեղ։ Այնտեղ լեգիոներները, այդ
Եվ ահռելի է այդ մեծ գումարները, որոնք պատտվում են Անգլիայի Պրեմիեր լիգայում, այսինքն այնտեղ պատահական նաև շեղում են ինչ-որ չափով բուն ֆուտբոլից։ Նույնիսկ այնտեղ Աֆրիկյան ինչ-որ մի հատ երկրի ներկայացուցիչ եթե խաղում է, տվյալ երկրի ազգային հավաքականի անդամ է լիդեր է, այնտեղ պատահական մարդ չի գնում խաղում։ Բայց այնպիսի գումարներով են ֆուտբոլիստների տրանսֆերներ իրականացնում, որ շատ դեպքերում դա ուղղակի այդ ֆուտբոլիստը միգուցե չի համապատասխան։ Այսպես ասենք, արհեստականորեն շատ են գումարները նաև աճեցնում։ Արգենտինայի հավաքականը Իսպանիայի հետ խաղում էր, որ 0-0 վերջանա, կոպիտ ասած, հետո խաղից հետո արդեն կարող ենք հստակ ասել։ Մարտավարությունը միտքը հետ էր։ Էնցո Ֆերնանդեսը ստանում է մի տեղին խոսակցության համար մրցավարի հետ։ Մյուսը ստանում է մի հատ դրվագում, որը դաշտի կենտրոնում խփում է ոտքին մրցած։ Կուբարսին։ Հա։ Հիմա տեսեք, Էնցոին, եթե չեմ սխալվում, 80 միլիոնով են ձեռք բերել։ Չելսին, հա։ Հիմա 80 միլիոն եվրանոց տեղ է, նման սխալներ է։ Հիմա ուզում են 120-ով վաճառել Մադրիդի Ռեալին, նման խոսակցություններ կան։ Այս կուզենայի վաճառեին։ Բայց հիմա Ռեալը դժվար թե նրան ձեռք բերի։ Չէ, կարող որպես կանոն Ռեալ Մադրիդը ամեն շրջանում ունեցել իր արգենտինացի կենտրոնական կիսապաշտպանը Ռեդոնդո, հետո Ֆերնանդո Կագո կար, ու հիմա որ մտքիս են գալիս, Էնցոնը չէր խանգարի։ Եվ փոքր շատ խոսեցինք Արգենտինայից եւ Իսպանիայից, նաեւ փոքր այլ հավաքականներից էլ խոսենք, որն էր այն հավաքականը, որը ձեզ իսկապես շատ զարմացրեց, եւ կար հավաքական, որը ընդհանրապես հիասթափեցրեց, որ մտածում եք, որ ավելի լավ կլինեին ելույթները, բայց շատ հիասթափեցնող էր նրանց մասնակցությունը։ Դե այդտեղ հեծանիվ չեմ բանանի, չգիտեմ, բոլորն էլ երևի համակարծիք են։ Նույնիսկ եղել էին կանխատեսողներ, որոնք հայտնի կանխատեսողներ, որոնք նույնիսկ Հոլանդիային են ասում չեմպիոն է դառնալու Գերմանիայի հավաքականը։ Բայց Կոմանի հետ փոքր բարդ կլիներ, կարծեմ։ Դե ամեն դեպքում Գերմանիան կարող էր ավելի անել, ելով մնաց այնտեղ։ Դե հիմա Կլոպն է լինելու ըստ երևույթին Գերմանիայի հավաքականի մարզիչը եւ գերմանական ֆուտբոլում մեծ փոփոխություններ են սպասվում ըստ երևույթին։ Դե եթե Կլոպը բերի են ֆուտբոլը Լիվերպուլն էր խաղում, ունի ինքը այդ ռեսուրսն ունի, այդ ֆուտբոլիստներն ունի, պակաս տաղանդավոր տղաներ չեն, երիտասարդ տղաներ են, ու այդ թիմը կարող է էլի։ Հիմա Գերմանիան վերջի անգամ երբ է հաջողության հասել 14 թվականին։ Աշխարհի առաջնության։ Ու ժամանակն է, որ Գերմանիան վերադառնա։ Ու դրանից հետո իրանք ունեն էլի այդ փորձը ունեն ցախումներից հետո իրանք, այսինքն ի տարբերությունից իրանք սխալներից դասեր են քաղում ու աշխատում են դրա, հետո գալիս իրանք տանում են։ Իսկ Անգլիայի հավաքականի մասին ինչ կասեք, նրանց առաջին մեդալներ 1966 թվականից հետո կարելի ասել, որ այդ կոտրեցին ինչ-որ չափով, ինչ-որ մի բան, նրանք չէին կարողանում այս տարիների ընթացքում որևէ մեդալ նվաճել ընդհանրապես։ Եթե չեմ սխալվում, իրանք երկու անգամ են Եվրոյի ֆինալ են, չէ՞, դուրս եկել։ Այո, եւ պարտվեցին Իտալիային եւ 24-ին էլ Իսպանիային։ Հիմա տեսեք, 3 հատ եզրափակիչ են եկել, այդ վատ արդյունք չի, բայց երբ որ ասում ենք Անգլիան է, այդ արդեն գալիս է ցախողը։ Դե Սաութգեյթի Անգլիան շատ ավելի։ Եթե հաշվի ենք առնում, թե իրանք հավաքական էր։ Հիմա տեսեք, այլ չեմ կարող ասել, եթե իրանք կիսա եզրափակչում հանդիպեին Անգլիայի հետ ոնց էր ստացավորվելու խաղը, Ֆրանսիա-Անգլիա խաղը, այսինքն անգլիացի հաստատ 6-ով 4 չէր վերջանալու, վստահ եմ։ Դա ավելի շատ փոքր ընկերական խաղի նման է, որովհետև Ֆրանսիան այդ մոտիվացված չէր, զգացում էր այդ խաղից, այդ իրանց սպաս թողած գոլերից, իրանց մոտեցումից, պարզապես որ եղավ 3-0, 4-0, երևի այդ ինքնասիրության արթնացավ մեջները, թե ես ինչ է։ Վերջը չի կարող այսպես շարունակվել ու իրանք այդ բաց ֆուտբոլը խաղացին, ու երևի նորմալ էր այդ վիճակում։ Իմ կարծիքով իրանք առավելագույնն արեցին, ես Իսպանիայի դեմ, չգիտեմ, իրանք չէին կարողանալ։ Շատ են ասում են, եթե Անգլիան ելնել Իսպանիա դուրս կլիներ, իրականում երբ որ խորն են ուսումնասիրում, նրանց խաղը եւս նրանք էլ բավական բարդություններով հասան մինչև նաև այսինքն նույն արգենտինացիների հետ խաղում։ Կոմբինատությունը չկար նրանց խաղում։ Երբ որ նայում ենք նույն արգենտինացիների հետ խաղում Անգլիայի խաղը, որ ասեմ, չգիտեմ ինչ են արել, չէ, էլի մանավանդ այդ վերջի 30-40 րոպեն, եթե նման խաղ խաղային Իսպանիայի դեմ, իսկ ես վստահ եմ ուրիշ ձև չէր լինելու, Իսպանիան կխփեր մի քանի գոլ։ Հիմա այդ խաղին չգնաց, այդ խաղին կգնար։
Իրանք իրանց առավելագույնն արեցին, պետք է Տուխելի Դե շատ են հիմա Տուխելին մեղադրում, բայց Ինչի պետք համար։ չէ այդքան շատ մեղադրել, երրորդ տեղն էլ վատ արդյունք չէ։ Ասում են, որ անգլիական մամուլը եւ հարցակվել էին Տուխելի վրա, որ նա սխալ մարտավարություն ընտրեց, չպետք է այդքան պաշտպաններով խաղալ եւ ուղղակի Դարբասին անընդհատ մղված մնալ։ Ես հիշեցի ինքը ասուլիսն պատասխանել էր, չէ՞, ինքն էր ասել, ինչքան հիշում եմ, թե իր ասուլիսն էր երևի, դե չէ, որ նույն նմանատիպ հարցի թեփում ասել էր, ոչ մի բան չեմ փոշմանում։ Տեսեք, շատ հեշտ է խաղից հետո ասել Դե ինքն էլ էր նաև ասել, որ երբ որ պարտվում ենք, բոլորը քննադատում են եւ ասում են, բայց երբ որ նույն կերպ մենք խաղում ենք մյուս խաղերում, օրինակ Մեքսիկայի հետ աշխատեց, նրանք կարողացան հաղթել։ Տեսեք, այսինքն պատկերացրեք, այդ գոլը չէին խփում, Մեքսիկայից դուրս էին մնում, հիմա ինչ։ Ֆուտբոլ է։ Այսինքն Եվ հաղթում է ամենը ուժը։ Հետո այդ խոսակցությունները հայ լինելու են։ Նույնիսկ մեզ մոտ կան այնօր եթե ուշադրություն դարձնես Սիլվեստրի վրա, այն էլ հիմա բոլորը կարծիք հայտնող են, բոլորը հասանելի են, բոլորին հասանելի։ Իրականում ինձ համար շատ զարմանալի էր Ֆրանսիա-Իսպանիա խաղից առաջ աշխարհում շատ ֆուտբոլային էքսպերտներ, երբ ուսումնասիրում նայում էին եւ հարցազրույցները, չգիտես ինչու բոլորը շատերը նշում էին, որ Ֆրանսիան պետք է մեծ առավելությամբ հաղթի Իսպանիային, անկեղծ ասած դա շատ զարմանալի էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիայի պաշտպանությունը բավական խոցելի է, կիսապաշտպանությունը բավական խոցելի է, միայն վառ արտահայտված հարձակումը, իհարկե մարդիկ միշտ հարձակմանն են միտված նայում, երբ մտածում են, որ շատ գոլեր են խփում, բայց Ֆրանսիան չէր խաղացել որևէ ուժեղ հավաքական, եթե օբյեկտիվ նայենք։ Հա, երբ որ նայում ենք այդ մանավանդ այդ սոցցանցային կամ այդ ով որ ակտիվ է ամեն ինչ քննարկում է, որ մակերեսային նման, դա նորմալ է։ Այսինքն իրանք նայում են թե ով կա Ֆրանսիայի Մեղադրելու չի, այդ մարդկանց չես կարող մեղադրել, որովհետև հա ինքը նայում է, ասենք իրան հեշ պարտադիր չի ինքը խորացած ուսումնասիրի, թե ով ինչ ոնց, բայց երբ որ օրինակ, չգիտեմ, դե խոսքը այն մասնագետների մասին է, որոնք որ իրոք տիրապետում են ամեն ինչին, հստակ ասում էին, որ Իսպանիայի հետ շատ բարդ է լինելու։ Ու էական չի, այնտեղ Դեմբելեն է խաղում, Օլիսեն է խաղում, Մբապեն է խաղում, փաստացի խաղը ցույց տվեց որ շատ չի կարողանում Ֆրանսիան հաղթել Իսպանիայի վերջին խաղերում, չի տեսեք որ նույն Կուբարսին, թեկուզ ասում ենք, չէ, պատանի ֆուտբոլիստին չկարողացան լավ էսպես շատ բարձունակ ասեմ, շրջանցել ու այդ գոլը խփել։ Նույնիսկ հարված չկար նույնը Արգենտինայի հարցովակիցն է Պագասկից, ասենք չգիտեմ, դա Ալվարեսն է, նա Մարտինեսը չխաղաց, Մեսին է, մենակ Մեսի ներկայությունը հերիք։ Գիտեմ շատ հետաքրքիր էր խաղադաշտում իսպանիացի ֆուտբոլիստների, հատկապես Բարսելոնայի ֆուտբոլիստների վերաբերմունքը Մեսիին։ Այնտեղ նույնիսկ առանձին դրվագներ կան, երկու Բարսին են նրան ուղղակի նայում խաղադաշտում, իսկապես զարմանալի եզրափակիչ էր աշխարհի առաջնության։ Մեսին արդեն ոսկե քնդակի մի քանի անգամ ոսկե քնդակ է տարել, այդ ֆուտբոլիստները ծնված չեն եղել։ Հիմա այդ ֆուտբոլիստները Մեսի են հաղթում։ Այսինքն իրանք մեծացել են Մեսիի նկարը իրանց ակադեմիայում տեսնելով, հիմա եկել են հասել են աշխարհի ֆինալ ու Մեսիին են հաղթում։ Այդ չգիտեմ ինչ է, այդ պետք է լինես այնտեղ, որ այդ պատկերացնես թե այդ ինչ է։ Ամեն դեպքում նաև ֆուտբոլային երկրպագուների համար կարծում իսկապես շատ ուշագրավ հանդիպում էր նաև Յամալի եւ Մեսիի հանդիպումը այդ քրքախառնությունները, որոնք բոլորը սպասում էին։ Եվ խաղից առաջ էլ Մեսին ասում էր, որ հետաքրքիր է ինչպես է նա շարունակում դեռևս այդ մեծ սիրով խոսել եւ Բարսելոնայի եւ Իսպանիայի մասին եւ նաեւ այդ բոլոր ֆուտբոլիստների մասին, չնայած որ միայն Պետրիի հետ է հասցրել խաղալ 1 տարի, շատ քիչ ժամանակահատվածում, բայց հա, այդ էլ այսինքն տեսեք էլ եմ ասում, ինքը օրինակ է բոլորի համար, մանավանդ այդ Բարսելոնայի այդ երեխաների համար։ Պատկերացրեք այդ մարդիկ նույնիսկ ուզեցել են որ մի հատ մոտենան, թեկուզ տեսնեն Մեսիին կամ չգիտեմ բազայի կողքով անցնեն, իրան տեսնեն, բայց իրանք հիմա դաշտում իրար դեմ խաղում են ու հաղթում են։ Եվ բոլորը միաժամանակ հարցազրույցներում նշում էին, որ ուզում են Արգենտինայի հետ լինի եզրափակիչը, ուզում են անպայման Մեսիին տեսնել։ Հետո ես Եվ սա ցույց է տալիս, որ երազանքներն իրականանում են։ Հետո ես զարմանում եմ կարծիքների վրա, որ տեսեք Արգենտինան Եգիպտոսին անցավ, չէ։ Կարող է նաև չանցնել ֆուտբոլ է։ Հիմա անցել է։ Մեսսիի շնորհիվ անցել է։ Հիմա ես չեմ հասկանում, ասենք, դեռ ինչը նստես քննարկես, Մեսսիին տվեցին, տարան Մեսսին։ Հիմա ախր այդ Մեսսիի ներկայությունը այդ մեկնաբանը շատ ճիշտ ասեց։ Ես ուրիշ ալիքով էի նայում, ասում եմ, պատկերացրեք այս խաղից հետո կամ այս խաղի ընթացքում քանի հատ պատանի երեխա, աղջիկ տղա սիրարվեցին ֆուտբոլին։
ոնց որ օրինակ ժամանակին մենք ենք սիրահարվել, չգիտեմ տեսնելով, չգիտեմ ում։ Ասենք պատկերացրեք Մեսսին չկա։ Այսինքն ինքն որ կա, արդեն հերիք է։ Ես կարծում եմ, որ ու ինքը դա արտարացնում է, չի որ պրոստը ներկա է։ Ինքը այդ գոլերը խփում է, ինքը ցույց է տալիս, որ 39 տարեկան տղեն կարող է մինչև վերջ վազել, գնալ, պարկել այդ գոլը խփել։ Եթե ինքը պետք է անի դա, 17 տարեկան ֆուտբոլիստ իրավունք չունի չգնալու մինչև վերջ։ Դրա մասին է, այսինքն այդ պատանին դա պետք է տեղից վերցնի, ոչ թե նստի քննարկի թե չգիտեմ ով FIFA-ից չգիտեմ ինչը զանգեց Տրամպը չգիտեմ ինչ սա խառնել են իրար ասենք պատկերացնում եմ ասենք Արգենտինայի ռադիոալկում Անդերսյանը ոնց են ծիծաղել այդ ամեն ինչի վրա էլի ասենք աբսուրդ է ֆուտբոլիստը 39 տարեկան տղեն 90 օրերորդ րոպեին վազում այդ գոլը խփում է մենք ունենք 17 18 20 տարեկան ֆուտբոլիստներ սկի չեն կարող կամ չեն ուզում այդ լրացուցիչ մետրը վազել, լրացուցիչ մետր ավել մարզվել, որ հասնեն արդյունքի։ Հուսանք գոնե որ սա մի փոքր Այսինքն ցկտել դառնալ Մեսսի, ցկտել դառնալ, երազանք ունենալ նմանվել Մեսսիին, թող լինեն օրինակ, ինչ ասեմ, Էդվարդ Սպերցյան, թող լինեն, չգիտեմ, ելում կարող ենք բերել, բայց ցկտեն, այսինքն երազանք ունենալ։ Այդ իսպանացի այդ բոլոր ֆուտբոլիստները իրանք քնել են այն մտքով մի օր, որ իրանք խաղալու են Մեսսիի հետ, խաղալու են Մեսսիի կողքին, Մեսսիից լավ են խաղալու։ Ու այսօր իրանք հասել են իրանց ուզածին։ Այնպես որ այնուամենայնիվ մեր ժամանակը քանի որ ցավոք սրտի արդեն ավարտվում է, ամփոփելով նշենք, որ հաղթեց արժանի հավաքականը։ Այո։ Ու ես փորձեմ ամփոփել այդ խոսքս ավարտելով, այսինքն պետք է ունենաս երազանք։ Ու այդ երազանքին հասնելու համար օրինակ վերցնես մնացածից, պետք է սովորես, պետք է աշխատես, բայց շատ կարևոր է ունենալ երազանք։ Կապ չունի ինչ ես ուզում դառնալ, բայց պետք է երազանք ունենաս։ Եթե չունես երազանք, շատ բարդ է լինելու։ Հուսանք, որ այս մունդիալն էլ, քանի որ եղան շատ վառ ներկայացումներ, վառ ֆուտբոլիստներ, նաև Հալանդը, Նորվեգիայի հավաքականը, աշխարհի առաջնության ընթացքում Հոսկա ակադեմիա կտրուկ զգացում է։ Ավելացել է։ Ասենք նույն այդ հավաքականի մարզաշապիկները հակած գալիս են Մբապեն է, Օլիսեն է, դե բնականաբար Մեսսին կերակշիռ մասը Մեսսի, այսինքն իրանք զգացում է որ հենց այս ընթացքում մարդիկ իրանք պապային, մամային ասել են ինձ արեք էս ինչ մայք են, կամ չգիտեմ մեկի հայրն է բղավել գոլին, եղբայրը քույրը, այդպես սիրհարվել են ֆուտբոլին ու գալիս են, միանգամից զգացում։ Հուսանք որ հոսքը ավելի շատ կլինի եւ մենք էլ ավելանալու է իդեպ հաջորդ աշխարհի առաջնությանը հավաքականների թիվը 64 է կարծես թե լինելու, թե ինչքան, չգիտեմ, դա լավ է թե վատ, բայց մենք էլ մեր երազանքը պահենք մի օր Հայաստանի հավաքականին տեսնելով աշխարհի առաջնությունում, եթե այսքան թիմեր ավելանալու են, կարծում եմ թե այդ ամեն ինչը մեր հայտնվելու այնքան էլ հեռու չի լինի։ Հայաստանի համար չի արվում կոնկրետ, բայց արվում է հենց դրա համար։ Փոքր երկրների նաև բոլորը այդ բանի մասնակիցը դառնան։ Ճիշտ է, գլխավոր նպատակը գումար աշխատելն է, բայց ամեն դեպքում դրա շնորհիվ նաև այդ ամեն ինչը փոքր երկրները եւս մասնակցում են եւ այսինքն այդ թիվը չավելանար դժվար թե օրինակ պայմանական վերցնել։ Թեկուզ Կապո Վերդեն միգուցե Կապո Վերդեն էլ չկարողանար մասնակցել։ Լրիվ։ Եւ այդպեսով զարմանք առաջացնել։ Տեսեք թիմերն ավելացան, բայց նույն Իտալիան էլի չդուրս չեկավ։ Դե հիմա էլի այդ կատակները շարունակում են, որ միգուցե այս անգամ էլ դուրս չգան ինչքան ավելացնում են։ Էդ էլի երաշխիք չի էլի։ Եվ մենք էլ մեր երազանքով ավարտենք, հուսանք Հայաստանի ազգային հավաքականին տեսնել որևէ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլում։ Շնորհակալ եմ ձեզ շատ հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի ռադիոլսողներ, հիշեցնեմ, որ ես զրուցում էի մարզական լրագրող Հաբետ Հարությունյանի հետ, դուք էլ շարունակեք հետևել մեր ընթացքին։ Շանթ ռադիոկայան, մեզ ոչ միայն լսում են, այլ նաև սիրում են։